Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր երևի եթերը մի քիչ երկար կլինի, բայց խորհուրդ կտամ ձեզ դիտել մինչև վերջ, քանի որ դուք երևի տեսնեք ինքներդ ձեզ, ձեր բարեկամներին, ծանոթներին, հարևաններին, քիչ անց կհասկանաք ինչի համար եմ դա ասում։ Ուրեմն TikTok կամավորական ջոկատները ԿՊԱ-կան ակտիվ աշխատանքներ են սկսել ուզենալով խոցել ամենաթույն խավը ժողովրդի։ Թույլ խավը ժողովրդի դա ովքեր են, դա երեխաներն են եւ թոշակառուները, ծերունիները։ Տեսնելով, որ երեխաներից ինչ որ իրանք ոչ մի բան չեն կարող ստանան, քանի որ նրանք ընտրելու իրավունք չունեն, մեծ ստավկեք են դնում թոշակառուների վրա, յուրաքանչյուր օր տեսահոլովակներ թողարկելով, ու գիտեք ինձ խոսում են այն մարդիկ, ում երբեմն չենք տեսել, 8 տարվա մեջ չենք տեսել։ Իսկ ամենագլխավոր պրոպագանդիստը Նիկոլ Փաշինյանի, Վահագն Ալեքսանյանը ինքը հերթ չի տալի։ Մեկ հմեկում է, մեկ TikTok-ում է, մեկ Facebook-ում է, մեկ Instagram-ում է, մեկը տեսա չգիտեմ ուր է, ամեն տեղ կա եւ ամեն տեղ նա ասում է լավ լուրեր։ Իսկ հիմա Վահագն Ալեքսանյան ձեզ համար վատ լուրեր։ Բայց մինչև այդ ամեն ինչը տեսնելը, սիրելի ժողովուրդ, խնդրեմ մի տեսնենք ինչ է ասում Վահագն Ալեքսանյանը, այնուհետև ես կարձագանքեմ, դուք կմտածեք եւ հերթով սա ամեն ինչը մենք ցույց կտանք եւ դուք ինքներդ կորոշեք ով է մեզանից ճիշտ, ով է մեզանից սխալ, ով է խափում, ով չի խափում։ Ինչպես գիտեք, ես միշտ խոսում եմ փաստերով։ Այն տեսահոլովակները, որ կան, դա մեր նկարահանածը չէ, դա տարբեր լրատվականների տեսանկարած հոլովակներ։ Իսկ այժմ դիտենք Վահագն Ալեքսանյանին, այնուհետև շարունակենք։ Ֆանտաստիկ լավ բանի մասին եմ ուզում խոսել։ Ինչպես գիտեք, ես հունվարից արդեն գործում եմ առողջապահության բժշկական ապահովագրությունը, որը անվճար է մեր շատ սիրելի թոշակառուների, մեր տատիկների, պապիկների, մեր ծնողների համար, ու այդ ապահովագրությունից անվճար բուժօգնության հնարավորությունից օգտվել է արդեն իսկ 50,000 թոշակառու։ 50,000։ Նրանց մեջ տասնյակ մարդիկ ստացել են 4 միլիոն դրամից ավել արժեցող վիրահատություն կամ բժշկական այլ օգնություն։ Հարյուրավորները ստացել են 2 միլիոն դրամից ավելի թանկ վիրահատություն կամ այլ բժշկական միջամտություն, տասնյակ հազարները ստացել են 50 կամ 100,000 դրամանոց օգնություն, դեղորայքային օգնություն են ստացել, գնացել են ու անվճար կամ շատ մեծ զեղչերով ձեռք են բերել դեղամիջոցներ։ Մեր տատիկ պապիկները այն մարդիկ, ովքեր մեր ամենանուրբ խավն են, մեր նկատմամբ մեր կյանքի ամբողջ ընթացքում ամենաշատ հոգ տարած մարդիկ են, այն մարդիկ են, ովքեր հիմա էլ նույնիսկ այդ տարիքին հասնելուց հետո չեն ուզում մի լրացուցիչ բեռ որպես ֆինանսական իրենց առողջական խնդիրները դարձնեն իրենց զավակների համար կամ իրենց թոռների համար։ Լավ լուր հայտնելու համար եմ նորից ձեր էկրաններին հայտնվել։ Հունվարի այս 28 օրերի ընթացքում պետությունը 1-ից 2 միլիոն դրամ է հատկացրել 800 տատիկ պապիկների առողջության համար։ Այո, առողջության ապահովագրության նոր ներդրված համակարգի սա արդյունք է։ Ընդհանուր առմամբ այս 28 օրերի ընթացքում արդեն իսկ 50,000 տատիկ պապիկներ օգտվել են ընդհանուր 4.3 միլիարդ դրամի բյուջեով բժշկական ծառայություններից։ Սա շատ ոգևորիչ է։ Վահագն Ալեքսանյան, այդ որ տատիկ պապիկներից եք խոսում։ Որ տատիկ պապիկներից եք խոսում, Վահագն Ալեքսանյան։ Նախ սկսենք նրանից, որ դուք ասում եք 4 միլիոն 50,000-ից ավել, այնտեղ ձեր մյուս ԿՊԱ-կան ընկերուհին նորից 4 միլիարդ ու կեսի անունը տալ։ Վահագն Ալեքսանյան, դուք ձեր ասածին հավատում եք։ Դուք ձեր ձեռերը կկտրեք, դուք ժողովրդի վրա մի կոպեկ փող չեք ծախսի։ Էն էլ իհետ տարվա սկզբին ու այն էլ իհետ այն ժամանակ, երբ որ դեմ ընտրություններ է։ Բայց ինչ պիտի անեք, այդ փողերը ձեզ օգուտի պես պետք է, Վահագն Ալեքսանյան։ Միգուցե ինչ որ մի բան արել եք, միգուցե, չգիտեմ։ Բայց գիտեք ինձ է, դուք այն կուսակցությունն եք, դուք այն քաղաքական ուժն եք, եթե դուք այս կամ բան անում եք, դուք դա ցույց եք տալի։ Ռուսերեն ասեմ, թողների ինչ ժողովուրդը դոկումենտ ունեք,
փաստաթուղթ Վագն Ալեքսանյան, որ ցույց տա ժողովրդին, ասեք, տեսեք, այսքան գումար, այսքան վճարած։ Մենք մեծ սիրով կստուգենք ձեր թվերը, տված ձեր իսկ թվերը մենք կստուգենք Վագն Ալեքսանյան։ Հետիք չի էս լոլոկ արտակես ժողովրդի գլխին։ Երկրորդը, երրորդը, չորրորդը, 10-րդը, որը հերթականությունով ասեմ, որ տատիկ պապիկների մասին եք մտածում Վագն Ալեքսանյան, որ յանիչարներին ուղարկում եք, այդ խեղճ տատիկն ու պապիկը գարնան ընթացքում, ամռան ընթացքում իրենց սեփական բաղչեքից միրգ ու բանջարեղենը աճեցնում են, բերում են մի հատ թեթև աթոռիկի վրա, սեղանիկի վրա դնում են, վաճառում են, յանիչարներին ղրգում եք, քացուտակ են առնում, տրորելով այդ մարդկանց քրդինքը եւ շատ դեպքերում միթոմ բռնագրավում են, տանում լափում են գազելների մեջ, այդ տատիկ պապիկների մասին եք մտածում։ Վագն Ալեքսանյան, ես գիտեմ, թե մարդը ամոթ ունի։ Չնայած դուք ամոթի պիտի ունենաք, դուք չեք դաստիարակվի խորհրդային միությունում։ Խորհրդային միություն պետքա տեսած լինեիք, խորհրդային միության դպրոց պետքա գնայիք եւ դաստիարակություն ստանայիք Վագն Ալեքսանյան։ Դուք պատկերացնում եք այն ավելավճարները, որ դուք վերցրել եք, Վագն Ալեքսանյան, եթե դուք մաթեմատիկա ընդհանրապես գիտեք, թե չէ, ես հաշվարկել եմ, մոտավոր Հայաստանի Հանրապետության թոշակառու մարդը պետք է 1000 ամիս թոշակ ստանա, որ այդ ձեր մի ավելավճարի գինը էլ։ Դուք թալանից էիք խոսում, դուք արդարությունից էիք խոսում, դու ժողովրդավարությունից էիք խոսում։ Վագն Ալեքսանյան, դուք պրծել եք, դուք ձեր ԿՊ-ով դուք ավարտվել եք։ Հայ ազգը բարի ազգ է, խելացի ազգ է եւ սիրում է վստահել մարդուն, միշտ է վստահել, միշտ, ձեր քաղաքական պապայից սկսած, ձեզնով վերջացած, միշտ վստահել, բայց այս ազգին հնարավոր չի երկրորդ անգամ խաբել։ Լևոնին հավատացին, փառքը, սոցիալական փառքը թողեցին, մերժեցին մեր ավակ ընկեր կոմունիստներին, ինչի համար, քանի որ այն լոզունգով էր եկել ձեր քաղաքական հայրիկը, որ անկախություն, դու ես շատ գիտեմ դրախտային կյանք, Արցախ միություն, բոլոր խոստումները դավաճանեցին, բոլորը։ Ես դեռ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դրանց մասին ընդհանրապես չեմ խոսում, չեմ է ուզում խոսամ, դուք այնքան եք խոսացել, որ դա բավական է, մի բան է ավել է։ Հիմա խոսանք ձեզանից, քանի որ այսօր իշխանությունը դուք եք։ Ինչ եք ասում, Վագն Ալեքսանյան։ Հիշում եք ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ միթոմ ընդդիմադիր էր, բղավում էր, տատիկ պապիկների, նիսյանների թղթերը փակեք, հարցերը փակեք, խանութներում էսանի։ Այդ կուտել ժողովուրդը չի ուտում, փողոցի լեզվով ասած։ Մի անգամ դուք այդ շանսը օգտագործել եք, պրծավ։ Հետո ես զարմանում եմ, էլի, դուք անեծքից չեք վախենում, իսկ ինչ անեծք, Վագն Ալեքսանյան, ես հիմա ասեմ, խնդրեմ, այն տատիկ պապիկները, տեսեք ինչ են ասում։ Տենց հագալի, թե թոշակառուն չգիտեմ փողն ինչ է, կամ ոնց է։ Լավ, թոշակառուին ասма կանխիկ չլի ձեռը փող։ Քարտով։ Այդ թոշակառուն ի վիճակի չի տանից դուրս գալու։ Ինչ անի, ոնց օգտագործի այդ քարտը։ Տամ եք ուրիշին տանցես, դուք գնաք այդ միջին 300,000 դրամ փող կա։ Գնաց ու գնաց։ Իմի հարազատին էլ չեն դավերանը։ Թոշակառուն ոչ թե հնարավորություն ունի նոր տարի նշելու, թոշակառուն հնարավորություն չունի իր ագրչի օրվա համար։ Նույնիսկ դագաղ գնելու։ Թոշակառուն ինչ անի։ Այդքանին էլ պլյուս քարտով են սարքամ առևտուրը։ Թոշակառուն կալեսա կանաչի առնի, կանաչի աճեցնողից քարտով ոնց առնի այդ թոշակառուն։ Գամի կիլո կարտոշ
կապ չկա։ Նրանք առանձին պետություն են, ժողովուրդը առանձիներ իրենց համար։ Ո՞վ է մտածում այդ ժողովրդի համար օրինակ։ Ո՞վ է մտածում։ Ոչ մեկը։ Կարկատած շալվարով եկել հասել ղեկավար, հիմա արդեն միլիոնատերներ են դառել։ Էլի ինչ ասելու բան կա։ Եթե ղեկավարությունը ժողովրդի մասին մտածի, իրանց աթոռը կմնա հիմնական։ 100 տարի կապրեն իրանք ղեկավարը։ Ժողովրդի մասին պետք է մտածեմ։ Առաջ երթ։ Մեռնելուց չեմ վախենա։ Այդ 5000 օկինոր զոհման մեզի համար ես ոչինչ չեմ, տնգաճոք ես կխոնարհվեմ։ Ինքը պետք է չներ այդ բանը։ 22 թվին բան է ստորագրել Պրագայում։ Ինչ կասեք Փաշինյանի, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ասեմ գետի նմտնե։ Նիկոլ Փաշինյանը չի կարելի թույլ տալ մտնի եկեղեցի։ Որտե սատանա է Նիկոլը։ Հագահայ, հագա Քրիստոս։ Եղավ ես վարած եմ գնաց։ Փաշինյանի ոչ ընտրել է։ Ոչ ուզում ինքը ալնել, ոչ է դա թույլատվում էր, որ եկավ մեր ժողովուրդը։ Արա դիքուղը, արա վարչապետի խոսք է դիգոր խոսում է։ Չգի թոշակառուն որտեղ ծախսի։ Թորնիկ ունենք, երեխաներ ունենք, ընտանիք ունենք, ոնց որտեղ ծախսենք։ Ռեստորաններում չեմ ուզում ծախսեմ, ուզում եմ երեխաներիս թորնիկիս վրա ծախսեմ։ Դոր սուպերմարկետները բաց է, էդ ինչ 100% անոց ուտելիք ենք ուտում, որ լավ էլ ապրենք։ Հե, քանի տարի պիտի ապրենք, ես հիմի 60 տարեկան եմ, կսպասեմ այսօր եկուց։ Ձեր Փաշուն տեսար ինչ արած։ Չտեսար ինչ արած։ Բարի եմ, լավն եմ, սաղել վարչապետ է։ Մգ դու վարչապետ ես։ Մեխելով մարտլիտ, Փաշինյանն ռաբլիտ։ Այ Փաշինյանն ասում է, որ աղքատությունը ձեր գլխում է, ինչ կասեք դրա համար։ Ինչ լավ ավորտ է հրաշ գլուխ ունի Փաշինյանին։ Աղքատությունից հեռու է ինքը։ Ըստ ձեզ ինչու է ԿՊ բանակում ծառայության ժամկետը կրճատել, որ գումար խնայի թե։ Ապուշություն, ուրիշ ոչ մի բան։ Լրիվ ապուշություն։ Ադրբեջանը զինվում է ինքը իր սալատներին կրճատում է, որ ինչ։ Շատ սխալ է այդ։ Ինի խելար իջևանցիա, հարկարա նրան բավշե վերացնել աշխարից։ Որ թուրքացնի Հայաստան։ Ուրիշ պատասխանում եք, ուրիշ ավելացնելու բան։ Դե կամաց տալիս է թուրքերին, Թուրքիայի ու Ադրբեջանին է տալիս։ Կամաց տալիս է նրանց ու ուզում է բնակեցնել, որպեսզի հայերը ստեղից տեղա։ Թոշակառուն իր վաստակած այդ 2 կոպեկով ուզում է կողքի գյուղի մածունը ուտել, որ գյուղացին բերում իրենց բակում վաճառում է, կամ անարատ հավգիթե կամ կաթ։ Զրկվում են դրանից, ասում են չէ, որ չէ, դու պարտադիր պետք է անկանխիկ գործարքներ անես եւ քո հետ վճարը, քո թոշակը բարձրացնի։ Դա նշանակում է, որ կենսաթոշակառուները պետք է դրա համար ունենան քարտեր, մեկ անգամ քնան պատվիրեն, մեկ անգամ քնան վերցնեն, ինչ որ բանկոմատից օգտվելու հմտություններ ունենան եւ այլն։ Այսինքն ստացվում է կարծես թե այս մեր իշխանությունները ամեն կերպ աշխատում են կենսաթոշակառուի առանց այն էլ բարդ վիճակը ավելի բարդացնել։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ոչ մի բան չեմ ասում, բայց իրան չենք ընտրելու։ Ալիևին հարստացնում է, ինչի մար, թե վախում Ալիևից։ Ասում է դե ժողովուրդը ինձ հետ են։ Ոնց հակես այդ ժողովուրդը։ Ես իմ Ղարաբաղն եմ ուզում։ Չի կարում ղեկավարի իշտեմ ասի։ Ես թույլ չեմ տա ձեր մոտ այդ բառերը ասել։ 9 տարով դու տալիս ես Ադրբեջան, բան, Թուրքիային։ Դու ով ես, հա? Այ Թուրքիայի դրանշուն, հա? Դու ով ես։ Քեզ այդքան ասում են, այ բենամուս, այ աննամուս, հա? Դու ով ես։ Կանգնել ես ինչ կա, չկա, ինչ չունենք, ամեն ինչը տալիս ես։ Ուրեմն ջրերը տվեցիր, բան, Արաքսի ջրերը տվել ես, Սև լճի ջրերը տվել ես։ Ամբողջ ջրային այդ ռեսուրսները, նրանց հələ քո աչքն էլ հետ միասին Սևանի վրա է, որ կտրես տաս իրան։ Նայդ ես քեզ ինչ եմ ասում։ Նայդ ես քեզ ինչ եմ ասում։ Դու եսի չես մարսելու։ Ինչքան էլ բունկեր մտնես, ինչ ձևի բունկեր լինի, երկիր բոլորակից դու չես կարա դուրս գաս։ Դու լավ իմացի, դու հետ գործ ունես։ Ժողովուրդը քեզ չի ներում, քեզ ատում է, զորով հավաքում է ժողովրդին միտեղ որ գնում ես, գլուխը տե կախ սենց այ դրի բիձա, հա?
Այ դրի Հայա արու խմող, հայա սպան, հայակեր մարդիկ են քպը։ Ամբողջ քպը պետք է գնացությունը պետք է հետ բերեն։ Հետ բերեն դրաստմանները Ստալինի ճիշտ արի, այս դրաստմաններին պետք է պատին դեմ տան։ Հելելես ինչեր ես խոսում դու։ Ոչինչ, դրան ժամանակներ կգաս, ես չի մնում։ Հերիքա, սաղ արդեն խապեցիր։ Դա այնով որ իրա կողմնակիցը նրանք էլ են թքում դրա երեսին։ Չեն էլ ուզում երեսը տենան, պատկերը տեսնան։ Սկզբից էլ միջև վեր դեմ եմ եղել, որտեվ ինքն ով էր որ գար իշխանության։ Մի հատ մարդ պետք է մտածեր, չէ՞։ Ով էր ինքը։ Հիմա մեկը քեզ դրել ես եսի միջի տեղ։ Քեզ հավատացողներն են, ապուշ որ այսօր մեզ բերին գցնեսյան։ Քեզ պաշտպանողները, իրա կողքին կաղնողները, բոլորն են մեղավոր են։ Բոլորը։ Արդեն գիտեք հիվանդանում եմ, սիրտս ցավում է, այնքան դեղեր եմ խմում, դրա այդ բաները որ նայում եմ, չէ՞, ձենը անգամ անդուրա, անհաճելի է։ Բակնիկը քեզ մոդել տեղեզա չոփուր, մի հատ մեկը քեզ նայի, մոդել տեղեզել չես էլ ամանչում, թե ուզում ես շեղվել չի լինելու, դու պետք է պատասխան տաս։ Մենակ կոֆ են գնա Իտալիա ամնան ղրերի կատու խմի գա։ Վատում, որովհետև մեր երկիրը, չգիտես ինչ երկիր է, հիբրիդային երկիր է, չես հասկանում վաղը ինչա լինելու քո հետ, միսօր ինչա լինելու, մի խոսքով մեր արտաքին քաղաքականությունը ուզում նման նոր մինչև հիմա ասել եմ, որ պոռնիկությունն է մեր արտաքին քաղաքականությունը, սուցինորն էլ Փաշինյանն է։ Մինչև որ մեր ղեկավարը չլինի հայրենասեր, իսկ այտենց մարդ չեմ տեսնում, ոչ մի բան չի փոխ։ Ոտս բացել տան թոշակառու են, ոտս բացել նայեք նկարեք տարեկինան ցույց տվեք։ Շատ բազմաթիվ մարդիկ չեն կարողանում ապրել։ Ես թքած ունեմ, այտենց էլ թող բան, թքած ունեմ էտինատ այդ պարկեվա վճարների վրա։ Թող չմարսեն այդ փողերը։ Այդ մեր փողերն են։ Մենք չարդարում ենք իրանք կյանք են վայել։ Եսա ժամանակը կգա հեռացնենք, հեռատ կանենք իրանց, չեն մնալ իրանք, ու երկիրն էլ դավաճաները, երկիրն էլ տալիս են բանին, երեխեքին տարան սպանեցին, կոտորեցին, հմել եկել են բան են անում, աղբեր են դարել, են երեխեքն ու են զոհվածների հայրերն ու մայրերը, թշնամիները իրանք էլ եղել են արդեն թուրքերին հարազատ ու բարեկամ։ Ես կարող եմ սոված մնալ, բայց երբեք չեմ ընդունի, որ թուրքը իմ հողից թեկուզ մի սանտիմետր տանի։ Հայաստան ղեկավար ապետ, Հայաստանասեր ղեկավար ապետ, Հայանպաստ, Հայաստանը նպաստ ղեկավար ապետ, ծավոտն է, ոչ թե ուրիշների շահերը սպասարկող, ինքը այնպեսի ղեկավարների, ասենք, երկրների ղեկավարների հետ է հարաբերվում, որոնք իրան նման են, այսինքն մենք հին հնամենի խոսք ունենք, չէ, նմանս նմանին կգտանը, տենց հացավտ տնեն, հա, հիմարին ակցնեն, ֆոկուսնիկին, մարդը մարդում։ Ինչ երոր տեսնիք, ամեն ինչը տավա, սաղ թուրքին, եղած չեղած ես ինչ եղսամ, ամեն ինչը հանգծրապ, 5 ադարները կա, եսորվա ու 5 ադարների մեջ, սաղ խապեպայություն, սաղ սուտ, ժողորդին խապեց եղավ ընդրվավ, դեմի լորից կուզե ընդրվի, բայց անհույս մնա, չի ընդրվի, չեմ ընդրե, չեմ էլ ընդրե։ Կարողան մեկ կոմունալները վճարել։ Որտեղից եմ կարողանում, որ երեխեքը չօգտեն։ Շատ դժվար է հիմա ապրելը, հանութները օրեցօր թանկանում է։ Ո՞ս կբավարարի, եթե ստանում ես այսքան կոմունալները եկած հաս չուտես, կոմունալ մուծես։ Հասկացել ենք այս պետության նպատակը որն է։ Թոշակառուների բանակը վերացնել։ Մի հատ այդ թոշակով թող Նիկոլ Փաշինյանը ապրել է։ Որ ասեմ հակահավատաս։ Մարդը կյանքի կեսից չհատա աշխատելա ու ոչ մի բան չի ստանում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե 20,000 դրամով ավելացնենք այս թոշակը, միևնույն է թոշակառուն չի կարողանա իր տունը տաքացնել։ Իսկ որ գիտի չի կարող տաքացնի թոշակառուն։ Ինչ անի։ Չի ասում ինչ անի։ Ինքը թոշակով չի ապրում, չէ՞։ Ինքը պետական գրպանից է հանում իր ինչ որ իրան պետք է։ Եթե ավելանա ոչ չի լինի։ Կարողանաք տունը տաքացնել այդ դեպքում։ Դե որ ավելացնեն ճար չկա, ինչ ասեմ։ Եթե դրանից ավել չեն էլ ավելացնի։ Ինչ էլ ավելանը կարա էլի։ Մենակ կոմունալը կարա մուծել, եթե ավելանա։
Էլ ինչ որ չափ։ Աջան Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը դա Ադրբեջանի համար է, ոչ թե մեր։ Հողերը ծախեց, զինվորներին սպանեց, 11000 հոգու հաշմանդամ սարքեց։ Ինքը ձեռքբերում չունի, ուղղակի ինքը պետք է ռադերնես երկրից գնա, մեղքայ ժողովուրդը։ Մենք կորցնում ենք նաև այս հայրենիքը։ Ուղղակի ես ասեմ, ամենաշատը Նիկոլից շատ ատում եմ իրան ընտրողներին, սիրողներին, որովհետև այսքան ժամանակ իրանք պետք է ուղեղ ունենային, հասկանային, որ Նիկոլը այս երկրի մար վնասա, ու ոնց որ Արցախը լքեցին եկան, ստիպված մերոնք։ Հիմա իրանք փախնելու տեղ չունեն այս Հայաստանի հայերը, ուղղակի չեն հասկանում։ Չգիտեմ էլ ինչա կատարում մարդկանց ուղեղների հետ։ Հենց նոր 2 հատ դեղի համար 5000 փող տվեցի։ Աղքատության եւ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում առավել բարդ է հատկապես թոշակառուների վիճակը։ Նրանք ստիպված են թանկ գներով դեղեր գնել եւ դա այն պայմաններում, երբ նրանց եկամուտները չեն ավելացել միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացած պաշտոնյաների նման։ Դեղորայքի գներից գոհ է։ Ոչ, շատ թանկ է, շատ թանկ է։ Ու ամեն ամիս ավելացնում, միշև երբ սրա վերջը չի երևում։ Հենց այս խնդրի լուծման համար մեր ձևով ժողովրդական շարժումն օրերս ներկայացրեց ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերը։ 40000 թոշակի պարագայում 20000 վճարվում է դեղերի համար։ Դեղերի գնի շեշտակի անկումը օգնելու է կենսաթոշակային տարիքի մեր տատիկ պապիկներին, որպեսզի հնարավորություն ունենան իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան։ Շատ թանկաստ է, ես չեմ կարողանում վճարեմ այդ թվերը։ Նա էլ տեղ չկա, էլ որ չխայտարակվի, ասես ջան։ Տեղ չկա, ամեն տեղ ինքը խայտարակվել է։ Դրա համար դաժե իր անդրողները իմ ասում են երբ են բրցնելու իրանից։ Դա ես 100% գիտեմ, էլ իմ մոտիկները ընտրել են շատերը եւ հիմա ասում են ես ինչ հիմարություն արեց։ Ծիծաղելի ամոթ է որ երկրի ղեկավար տենց բանա իրան թույլ տալիս։ Գուցե 2 դրոշ կախեն Ադրբեջանին էլ, հետո նրանց հիմնել էլ երկեն։ Սենց կարելի է շատ շարունակել, եթե կանոնակարգը խախտում ենք եկեղեցու, ինչ ասեք կարելի է ներմուծել։ Չարի գործ ասա։ Մեր եկեղեցին ասամ պիտի մնա ու կոչ կանեն, որ բոլորը մնան եկեղեցու կողքը, ինչքան հնարավոր է։ Հենց առաջինը իր գլխը, Փաշինյանի գլխը, Կաժնազարի։ Ով է ստեղծել այդ աղքատությունը։ Կառավարությունը իրանք։ Առաջի օրվանից մինչև օրս ինչ անեն ժողովուրդը։ Ինչ կարան անեն, ոչ մի բան։ Աղքատեն։ Աղքատությունը մարդիկ կախեն չէ։ Աղքատությունը ինչ ասեմ, հենց ղեկավարներ կախեն։ Իսկ ինչի չբացահայտվի։ Այդ դրամարը մեր երկիրը այսպես կործանվում է։ Իսկ երկրորդն էլ թաղեմ Նիկոլին։ Նա այնքան ապուշությունն է ասում, որ այդ միկն էլ իր հերթական ապուշությունն է։ Ոնց 10000 դրամ տանք չի իմանա ծախսի։ Իսկ ինքը ոնց է կարամ իմանա, թե քանի միլիոն կարա ծախսի իր ուտելիքի համար։ Քանի կարասում էր 3 միլիոն վարչապետ են։ Հիմա վարչապետներից մեկը ես եմ։ Արի հետս խոսա։ Այդ մի վարչապետը եկել է, արի, քանի անգամ եկանք ասենք, մի անգամ եկավ ժողովրդի դեմ, հելավ խոսած։ Քանի կար ընդեղից գոռում էր ժողովուրդ ջան, ժող ջան, բա հիմա ուր ես, այս ժող ջան։ Ասում է ժողովուրդ ջան, հանգած բան չկա ուտելու, խոտ կերեք, կանաչի կերեք։ Կանաչին բերի դրեցի դեմ ասի, տար դուք ես։ Հիմա ինչ են ուզում ես քյասիբ ժողովրդից։ Աշխատանք չկա, գյուղացիներ անասնապահությամբ մենակ զբաղված։ Եթե այստեղ մի հատ օրբեք սիրուն ձևով շինեին, ժողովուրդը այստեղ չէին երթա, 20 տուն եմ մնացել ամենը, 65 տնից։ Ոչ մի աջակցություն, գոհություն չունի այստեղ։ Թերավոր գյուղ է, տիրություն չեն անի ոչ մի հատ, մասբեդը կուզե լսե, կուզե բանը լսե, մեր Փաշինյանը լսե, չեն տիրություն անի, թերավոր գյուղեր անտեսել են դրիվ։ Ժողովուրդը դրա պատճառով հեռանում է այստեղից։ Քանդվել է գյուղը։ Բացարձակ համարյա բնակություն չկա, դպրոցը քչոր է մնացել, բայց կուզեն դպրոցն հանեն, ախր դպրոցն հանեցեք գյուղը լրիվ կգործամ այստեղից, լրիվ կգործամ, լրիվ կգնան։ Հիմա այդ պատճառները բռնել են, ես ինչ գիտեմ, դպրոցն հանեցիք, ես 20-30 տուն էլ կա։ Սրանք էլ վերանա գյուղերը կուզեն վերացնեն, չգիտեմ ինչ է պատճառը։ Ես հայտնի նիկոլական եմ եղել, հա, ես իրեն շատ ընդունել եմ, բայց հիմա ես օրերն եմ հաշում, թե պիտի գա հունիսի 7-ը, որ ինքը չընտրվի։ Ես հույս ունեմ, որ չի։
Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անելը։ Նա զոմբիների համար ավարկում։ Իր զոմբիների համար, ընտական քայերի համար։ Ովքեր իրան հավատում են, նրանց ավարկում։ Նա սիրտը գնում է պետքը։ Ես չեմ էլ նայում, չեմ էլ հետաքրքրվում, ուզում եմ հանգիստ մի քիչ ապրեմ, էլի չի ստացվում, էլի լսում ես ստեղ ընդ դժգոհությունները, ժողովրդի մարդկանց, թոշակառուների ամենաշատը, որ թոշակառուների մասին պետք է ղեկավարը առաջի հերթին մտածի։ Կարակ ասեք, որ աշխարհով մեկ ում վարչապետն է, մեկ էլ TikTok-ում։ Կարակ ինչ որ մեկին էլ ասեք։ Մենակ մեր վարչապետը, սաղ աշխարհով մեկ։ Ոչ դրանք դա որպես ղեկավարի դիմաց չունիս թվում։ Ես Նիկոլ Փաշինյանի նկատառնալով անջատում եմ հեռախոս, չեմ նայում, ցավոք տալ։ Չեմ նայում, իմ կեշն է թողով այդ մարդը։ Թոշակառուներին դա չի վերաբերվում։ Թոշակառուն մտածում է, որ այսօր ինչ պետք է, ծարի, որ ուտի ապրի։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Բայց կարամ նրան հանդիպեմ։ Ախրana ունի, բան ունի, սաղել ունեն։ Չեմ ճանաչում դες կայթալի։ Ոչ մի բան չի փոխվել, հասեմ չասեմ։ Նույն մնալու ենք, նույն ձևի։ Մեր բանակը, ոդ կա տակից ռեկոնստրուկցիան, չէ, այն բանակը չի էլի։ Այն բանակը չի։ Այն վաղ էլի բանակը կար, էլի զինվոր էր, օֆիցեր, հիմա ինչ է, ախպերություն է։ Օֆիցերը մտել փորս այդ ստեղ մանա գալիս ատնաշեն դու որտեղ պետք է գալիս այս ժամերին քու տեղում ասում թե օֆիցերն հատան ոնց է զինվոր ախպերությունը ով է տեսել զինվոր օֆիցեր ախպերությունը պետք է սուբարդինացիան պայ որ ինչա բանակը լի ախպերությունը այդ դրաման ես ինչքան եմ տեսել ջոկեր հրամանատալի չէ զինվոր ասում դու ով ես դատա բանկը լի այդ օր մենք կորցրել ենք այդ Ղարաբաղը որ մեղավորությունը մեր ղեկավարներն են էլ ոչ մեկը դավաճանությունը այդ մեր բանը կարճ շատ հարցեր կան նիզաշտո են տղեկը գնացին զոհվեցին նիզաշտո Եկա բան ասելու Ամենակարևորը Հերկա այնա թե Հերկա նա մեջ էլ հաստում ասել Չեմ էլ ուզի հանդիպել չեմ էլ ուզի հանդիպել հենց մարդկանցից հեռու Ասեմ մի քիչ մտածին որ խոսա Նախադասությունը միջև վերջացելուց հետո մի փոխի ուրիշ նախադասության։ Իրա տունը ընտանիքը ոնց ինքը պարում է, թող նրա կեսներ մեջ պահի։ Կասեմ մի քիչ մեր թոշակը ավելացրու չեն կարում ապրենք։ Փաշինյան ես հարգում չեմ։ Բայց որ հանդիպեք, ինչ կասեք։ Ոչ մի բան խոսալ չէ պետք։ Իրանք ուրեմն գիտեն որտե ծախսեն այդ միլիոնները սովորական քաղաքացին չգիտի։ Պարլամենտում նստում իրար են խեղդում, դրանց բարքավժար են գալիս։ Ինքը մեր միջոցով նստեց այդ աթոռին, բայց մեր դեմ գործեց։ Իրանք հարուստանան են, բավոնները թող գնան մեղնեն։ Նիկոլ Փաշինյան, ձեզ ուզում եմ դիմել, որ ոնց դուք վերաբերում եք ժողովրդին, այնց էլ ժողովուրդը ձեզ է վերաբերվելու։ Ես դրա անունը չեմ ուզում լսել։ Ոչ մեկի։ Ոչ մեկ մարդ չկա այս երկրում։ Երկրորդ կարգի հաշվանդամամ, մարդս երկրորդ կարգի հաշվանդամա, երկրորդ կարգի հաշվանդամա, տղեկ զինվորական հիվանդա, փարոսը կդրելա, իմ երեխան թող սովված մնա, որ երկրի համար արունը թափի, երկրորդ կարգի հոգեգանը խանգարվել է, երկրորդ կարգի հաշվանդամա դառի, ես էլ մանգուց հիվանդա, մարդս մի նեղվի, թողտանի այդ բալեքի վերածախսեն այդ փողը, ասկե հուրախուտուն չտենա այս Հայաստանի ղրգավարությունը, մեկին 100 միլիոն տալım, մեկին 20,000 էլ չեն տալım. Էդի շանոր կա, էդ օրենք չի աղջիկ ջան էդի, դուր ես փարոսը կտրում, ասա փարոսը կտրել ես, երեխես զինվորական հիվանդա բանը կտրել ես, 3 ամիս օգնություն տալım թոշակի հետ յոլա երետում, այդ ծուն ծմրանոր, ոչ կարման գազ վարի, ոչ կարման հաց առնի, գնանք զիբիլների միտից հաց առնենք ուտենք, գետինը մտնիս երկրի ղրգավարությունը, գետինը մտնի, գետինն էլ ափսոս, 10,000 կնկակ կամը գկոխի, այդ 10,000-ն էլ չեմ ուզում, ասման տեղըտ գնեմ գնա փողով առ, ես փող որտից ունեմ, 7 միլիոն, 8 միլիոն, 100 միլիոն փող եք տալım բանին, ղրգավարն ինչ անում Իմ երեխեն արուն գործրի, արուն թապի երկրի համար Սասուն Միքայելյանին դիմել եք Ոչ մեկ չէ, ոչ մեկին էլ չեմ տամ, ես մարդ չկա, չեմ համարում Ես էլ ասեմ
Քաղաքապետին առաջ ընդունում ենք 10,000 օգնություն էր տալում։ Էդել ա կդրի։ Մարշպետին դիմում ենք 20,000 տալիս էր։ Էդել ա կդրի։ Բայց էլ շուն ընդրեմ։ Հարկարակ պիտի չունողներին ճկալություններին, ծերերին, թոշակառուներին 50 տարի ես Հայաստանի մեջ աշխատել եմ փողոցում մաքրի։ Հիմա ինչ փող աստալım 40,000 թոշակ աստալım, ես այդ 40,000-ն էլ հետամ դիզի ու թքեմ ղրգավարության վրա էլ թքեմ, երկրի մեղավոր չէ, երկրի շատ սուրբ երկիրը։ Թող դրանց հայտաներին ինձ նստացնեն։ Թոտաներին ինձ նստացնեն։ Երկրորդ տակի աչքիդ վերևն կա։ Հիմա եկել են օրը մի օրենք հանում։ Գայան պահի մենզացրել եմ 18 տարեկան մատղաշ երեխա ես տվել եմ ծառայության։ Գժվացրել եմ բերել տունը։ Մի բուրդեղա խմում քնում է։ Էդի չէ այս Հայաստանի օգնություն, ես ինչով ընտրեմ, ում ընտրեմ, մարդ չկա ում ընտրեմ։ Խնդրեմ։ Թոքամփորներ ինձ։ Նրանք ինձ համար տատիկ պապիկ չեն, նրանք ինձ համար ավակ քույրեր եւ եղբայրներ են։ Ձեր համար իրոք տատիկ պապիկ են։ Ձեր մեջ մի հոգի կա, ճիշտ խոսացող Էդգար Հակոբյան կարծեմ ազգանունը։ Խնդրեմ, տեսեք Էդգար Հակոբյանին ձեր ինչ է ասում։ Մեր ձևով շարժումը անունը փոխել է Ուժեղ Հայաստան ու շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը ասում է գալու ենք Ուժեղ Հայաստան կառուցենք։ Կամ իջավ 18 թվականը քիչ էի կառուցում։ Իշխանություն էիք, ինչ եք արել երկրի համար։ Կամ եթե արել էիք ու ուժեղացնում էիք, բախի հեղափոխություն տեղի ունեցավ։ Ասեմ ձեզ ժողովուրդը չի մոռացել, լավ էլ հիշում է այն ժամանակ ինչպես էիք երկիր ղեկավարում ու այդ Ուժեղ Հայաստան կառուցելու թեզը, որ փորձում եք առաջ տանել, գիտակից է մեր հանրությունը հասկանում է։ Թե այն ժամանակ ոնց էր արվում ամեն ինչ, հիմա ոնց է արվում ու այդ ուժեղը իրական որն է։ Տեսեք ինչ ասում է Էդգար Հակոբյանը։ Կարծեմ ինչ ասեց, մեր ձևով շարժմանն է դիմում, չէ՞։ Եղել է իշխանություն, չնայած մեր ձևով չի եղել իշխանություն, որքանով ես գիտեմ։ Եթե իրենք նկատի ունեն ինչ որ մի քանի հոգու ովքեր եղել են իշխանության, ես չգիտեմ։ Ես չեմ ուսումնասիրել իրենց անձնակազմը, բայց հարցը մեր ձևովի մեջ չի։ Հարցը մյուսի մեջ է։ Բայց Էդգար Հակոբյան, 8 տարի դուք եք իշխանություն։ Ինչու եք այս ժողովրդի հակից եւ տատիկ պապիկներին այդ թվում տրուսիկների վրից վերջի ռեզինը հանում Էդգար Հակոբյան։ Ինչու եք հանում 8 տարի։ Դիտը այդքան չի ապրում Էդգար Հակոբյան։ 8 տարի դրել եք, հիմա ընտրությունների դեմ ընկել եք, մեկը տավտոյի մեջ, մեկը տոյ շատ գիտեմ տոնածառի մեջ, մեկի սրտիկները քիչ էր, հիմա սաղ սաստավով եք սրտիկները առած ընկել եք մեյդան։ Վագն Ալեքսանյան, իսկ ուզում եք տեսնեք դուք ինչով եք տարբերում այս ժողովրդից, ապա տեսեք ձեր ընկերներին, մի մասին, խնդրեմ։ Մենք խնդիր ունենք նաև հանրապետությունում հաստատված սիրո, ուրախության եւ համերաշխության մթնոլորտը չփչացնելու, որովհետեւ դա շատ կարեւոր հանգամանք է եւ ընդհանրապես մենք պետք է իշխանություն, ժողովուրդ, հակադրության ինստիտուտը վերափոխենք համագործակցության ինստիտուտով։ Մենք ես ուզում ենք տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք ես դրա համար, մեր հայացքները հեռու քեզանից, հայրենիքներ են փնտրել անդադար, մենք ես ուզում ենք տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք ես տանեսիս, քեզ պիտի ուզենք տեսնել երջանիկ, քեզանով, քեզնում անբաժան քեզնից։ Դուր եկավ ձեզ։ Քանի որ երկելու կամ նվագելու շնորհք չունեմ, այսպես քննարկեցինք, որ ինչու ոչ բարի մի համար դնել եւ իմ նախաձեռնությունն էր, այո, ես նաեւ քնում եմ, հաց եմ ուտում եւ երեխաներից հետ եմ հեռախոսով շփվում, այո, երբեմն ապարում եմ։ Շարունակելով երկխոսությունը քաղաքացու հետ պատասխանում եմ հետևյալ հարցին։ Տիկին Գալյան, հասարակության ընկալումը որ մասով է թյուր,
Այդ դեպքում կարող եք պարզաբանել արդարադատության նախարարության գործառույթը, եթե իրավասություն չունեցող մարմին է, ապա ինչու է այն գործում եւ ինչ կապող օղակ ունի, օրինակ վարույթն իրականացնող մարմնի եւ դատարանների միջեւ։ Այս հարցը թերևս բացատրելու տեսանկյունից ամենաբարդերից է։ Հասցրել եք արդեն պարզել, ժողովուրդ ջան, թե ձեզ ինչ է տալու առողջապահության ապահովագրությունը, ինչ առավելություններ ունի, ինչպես օգտվեք դրանից։ Մենք վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ազգային ժողովում ունենալու ենք քննարկում այս թեմայի շուրջ։ Տենում եք իշքան ուրախ ու երջանիկ եք։ Հիմա ձեր ընկերների աչքերը համեմատեք այդ ժողովրդի աչքերի հետ, այդ տատիկ պապիկների աչքերի հետ։ Դուք անգամ Վահագն Ալեքսանյան, այն մարդկանց, որ խոսք եք տվել, որ դուք դատելու եք բոլորին, բոլոր թալանչիներին, եւ գիտեք ինչ եք անում, դուք այն որ ասում եք քաղաքականության մեջ, հա, չկան օրենքներ, հասնելով քո նպատակին յուրաքանչյուր պրիոմի պետքա դիմես, բայց ոչ ստորացման գծով, գնով ավելի ճիշտ, ոչ ստորացման գնով։ Դուք անգամ միթոն բռնում եք ձեր աշխատողին, ձեր թիմակից, հա, Հասմիկ Պողոսյան, նախկին մշակույթի նախարար։ Հիմա տեսնենք տեսահոլովակը։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման խարդախությանն օժանդակելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, սակայն ազատվել է պատժից համաներմամբ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական հողատարածք հանցավոր խմբին հափշտակելուն օժանդակելու համար։ Քրեական հետապնդումը սկսվել է 2023-ին, իսկ դատավճիռը ուժի մեջ է մտել 2025-ի նոյեմբերին։ Ազատումը կատարվել է 2018-ի համաներման օրենքով։ Տեսանք Վահագն Ալեքսանյան եւ ընդհանրապես ԿՊԱ-կաներ, ես ինչ շոու եք սարքում, բա ինչի չդադիք, սրոկը տված է մարդուն, թող էթա նստի, էդ ինչ ամնիստիաներ եք անում, մի հոգի ցույց տվեք ձեր կաշառակերներից կամ նախկիններից, որ դատապարտել եք մինչև վերջ, Վահագն Ալեքսանյան չի անցնելու տատիկ-պապիկ օպերացիան գնում է պրավալի։ Եվ ընդհանրապես դա վերաբերվում է բոլորին, չփորձեք ամեղ տարեց մարդկանց զգացմունքների վրա խաղալ եւ չփորձեք այս մարդկանց խաբել։ Adekvat պատասխան եք ստանալու։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը մինչև վերջ կանգնելու է այդ մարդկանց կողքին, ընդհանրապես ազգի կողքին, բայց այդ մարդիկ հատկապես։ Ուրեմն լսեք սիրելի քույրեր եւ եղբայրներ, դուք չեք կարա լինեք ինձ համար տարիքից ելելով տատիկ եւ պապիկներ, ես ուզում եմ ձեզ ուղղակի մի բան ասել։ Հիշեք ընդամենը ոնց են ապրել մեր տատիկ պապիկները, մեր ծնողները, լինելով թոշակառու։ Սովետի վաղ ոնց էր աշխատավոր ժողովուրդը ստանում էր 300 ռուբլի, իսկ ինժեները ստանում էր 120 ռուբլի։ Տնորենը ստանում էր, նույնիսկ տնորենը 120 ռուբլի էր ստանում։ Այդ ոնց հասկանում։ Նրանք գնահատում էին աշխատավորին, իսկ այստեղ աշխատավորը զիբիլի տեղա։ Մերրեք էլի, ասում են։ Ապրում եք ինչ անում։ Թոշակառուն թոշակ ինչ անում, որ բարձրացնում։ Հա, թոշակառուն ոնց է թոշակն ինչ անում։ Սոված մնա։ Ընդհանրապես թոշակը խնդիր չի եղել։ Ձեր ցավը տանը։ Մեծամասնություն թոշակառուները այն ժամանակները իրենց թաղման փողը հերոտնից տեղից 1000 ներողություն իրենք ունեցել են եւ ոչ մի երեխայի եւ թորի հույսին չեն մնացել։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ,
Հիշեք, ինչպես են ապրել մեր տատիկ պապիկները 40 ռուբլի, 45 ռուբլի, 35 ռուբլի թոշակ ստանալով։ Գրեթե մեզանից բոլորը քիշի, որ այն ժամանակվա մեր տատիկ պապիկները կապ չունի իմ հարազատն է, թե մեր թաղի տատիկ պապիկը, նրանք բոլորը մեր տատիկ պապիկներն էին։ Եվ այդ բոլոր տատիկ պապիկները մեզ տալիս էին մարոժնու փող, կինոյի փող, ամեն ինչի փող, քանի որ նրանք մեր տատիկ պապիկներն էին, իսկ մենք իրենց թոռնիկներն էինք։ Իսկ հիմա այս ԿՊԱ-ականները տատիկ պապիկին հիշում են ընդամենը այն ժամանակ, երբ որ գալիս է ընտրություն, ինչի համար, քանի որ ճարահատված, տանջված, խեղ ժողովուրդը խիստ տարեց մարդիկ, էլ ճար չունեն, իրենց սուտ խոստումները տալով ուզում են գրավեն մասաներ, խաբելու են հերթական անգամ, թավները տանեմ, դուք խորհրդային միությունում դաստիարակված մարդիկ եք, դուք կրթված մարդիկ եք, դուք տեսել եք արդարությունը, ուրեմն թույլ չտաք ձեզ խաբեն, թույլ չտաք, ես ձեզ խնդրում եմ, և բոլորիդ խնդրում եմ, երբ որ կգան ընտրության օրը, գնացեք ընտրատարածքներ և քվեարկեք, անպայման քվեարկեք, մեկ անգամ ևս կրկնում եմ, պետք չի քվեարկել մեր ուժի համար, մեր թեկնածուի համար, քվեարկեք ձեր խղճով, ձեր ուղեղով, ձեր սրտով, որտեղ որ կլինի ձեր համար ավելի համոզիչ, իսկ ինչ վերաբերվում է ԿՊԱ-ականներին ասեմ վերջում, ուրեմն լսեք, այ մենք ունենք սխեման մինիմալ թոշակը սարքելու 150,000 դրամ, մենք ունենք, բայց մենք դա ձեզ չենք ասի, քանի որ դուք դրանով կանեք մանիպուլյացիա, սակայն մի քանի անգամ ձեր կառավարություն ներկայացված է եղել մեր կողմից այդ նախագծերից, պետք լինի կարանք էդ ապացուցենք և հրապարակենք, բայց սիրելի քույրեր և եղբայրներ, այդ որ ես ասում եմ այդ թիվը, ես օդից չեմ ասում, և մոտակա ժամանակները ընտրություններից առաջ մենք կհիմնավորենք այդ թիվը, թե ոնց կարող ենք մենք սարքել նվազագույն թոշակը 150,000 դրամ, իրանք է կարան անեն այդ նույն բանը, ուղղակի իրանք չգիտեն ոնց անեն և ցանկություն չունեն անելու ընդհանրապես։ Գրեթե այսքանը սիրելի հայրենակիցներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե ջավախքահայությունս, կեցցե արցախահայությունս, կեցցե հայկական Արցախս, կեցցե Մասիս լեռս, կեցցե հայոց Սուրբ Առաքելական եկեղեցին։ Հույսով եմ կհանդիպենք, ցտեսություն։